Սեռական կյանքը ծննդաբերությունից հետո։ Սեռական կյանք կարելի է վերսկսել այն ժամանակ, երբ արյունային արտազատումները դադարեն։ Եթե դա տեղի է ունեցել մինչև ծննդաբերությունից 42 օր անցնելը, ապա պարտադիր է օգտագործել պահպանակ, որովհետև արգանդի պարանոցը դեռևս բաց է եւ վարակման ռիսկը շատ բարձր է։ Եթե ծննդաբերության ժամանակ եղել են պատրվածքներ եւ դրանք կարել են, ապա պարտադիր է այցելել բժշկի, որպեսզի նա գնահատի կարի ապաքինումը։ Նույնիսկ եթե ծննդաբերության ժամանակ վնասվածքներ չեն եղել, առաջին սեռական հարաբերությունները կարող են ցավոտ լինել, այդ թվում հեշտոցի չորության պատճառով։ Դա նորմալ է եւ այդ պատճառով անհրաժեշտ է ավելի երկար նախախաղ եւ կարելի է նաեւ օգտագործել լրացուցիչ լուբրիկանտներ։ Ժամանակի ընթացքում ցավոտությունը կանցնի։ Կա նաեւ այնպիսի կարծիք, որ կրծքով կերակրումը պաշտպանում է հղիությունից։ Դա եւ ճիշտ է, եւ սխալ միաժամանակ։ Մի կողմից դա այդպես է։ Մի պայմանով, որ երեխան պարբերաբար կրծքակեղծին է մոտենում ոչ պակաս, քան յուրաքանչյուր 2 ժամը մեկ թե ցերեկը թե գիշերը։ Դա կապված է այն բանի հետ, որ նման պարբերականությունը պահպանում է պրոլակտինի մշտապես բարձր մակարդակը, որը արգելափակում է օվուլյացիան։ Այս մյուս կողմից այս պայմանը կրծքին հաճախակի մոտեցումը հազվադեպ է պահպանվում, այդ պատճառով անպայման պետք է հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործել։ Դա կարող է լինել հորմոնալ պարույր կամ հաբեր, որոնք թույլատրված են կրծքով կերակրման ժամանակ կամ էլ պատնեշային մեթոդ։